Թե մինչ այժմ ինչ աշխատանք է կատարվել, թե օրենսդրական դաշտում, թե գործնականում գործարարների հետ, տնտեսվարողների հետ, այժմ մեր բանախոսի հետ կփորձենք մանրամասներ ներկայացնել։ Խնդրեմ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն։ Ես մինչ ընթացակարգը ներկայացնելու կուզեմ համառոտ ներկայացնել, մենք անցյալ տարի ենք ունեցել Armenpress-ում եւս հայտարարություն նրա մասին, որ Եվրոպական միության երկրներ արդեն ձուկ ձկնամթերքը բաց են եւ կարող են արտահանել։ Դրանից հետո մենք ունեինք Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք գործողություններ անել, որը որ համատեղ էկոնոմիկայի նախարարության հետ որպես քաղաքականության մարմին մշակող մենք արել ենք մեր գործողությունները եւ այս պահին իսկ արդեն պատրաստ ենք գնալ իրական արտահանման դաշտ։ Արտահանման վերաբերյալ այո, երեք ընդունվեց կառավարության նիստով որոշումը, որը կապված է Եվրոպական միության երկրներ ձուկ ձկնամթերք արտահանելու ընթացակարգը, այսինքն մենք ունենք արդեն պատրաստի մեր չեքլիստները, որով որ ստուգումներ ենք իրականացնելու։ Հիմա կուզեմ մի հատ համառոտ ներկայացնել ընթացակարգը, որից հետո եթե կլինեն հարցեր, արդեն կպատասխանեմ։ Նախ մենք գիտենք, որ Եվրոպական միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է, որ ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրական ձուկ կամ ձկնամթերք պահպանում իրականացնող կազմակերպությունները գրանցված լինեն Եվրոպական միության երկրների առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում, դա նույն այն TRESIS համակարգն է, որի վերաբերյալ մենք գրեթե արդեն 1 տարի է խոսում ենք։ Հիմա արդեն մշակված է կարգը եւ ամսի 20-ին այս տարվա մենք նաեւ հյուրընկալելու ենք 4 փորձագետ Եվրոպական միության երկրներից, տարբեր երկրներից կլինեն փորձագետները Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ արդեն իսկ առաջին խմբականակները գնալու վերաբերյալ առարկայական հերթականությունով ցույց կտան բոլոր այդ լրացման եւ գործընթացի վերաբերյալ մանրամասն հարցերը։ TRESIS համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմինը հանդիսանում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Դիմումը կարող են ներկայացնել փաստաթղթային տարբերակով, կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ պարտադիր է, որպեսզի կցված լինեն համապատասխան փաստաթղթերը։ Համապատասխան փաստաթղթերը կազմված են 18 կետից, այսօր իրանք կհրապարակվեն snud.am մեր պաշտոնական կայքեջում, փաստաթղթերը իրանցից որևէ ծավալուն կամ որևէ խնդրահարույց փաստաթղթեր չեն ներկայացում, դա բոլոր այն փաստաթղթերն են, որոնք որ մեր տնտեսվարողները ունեն, այսինքն իրանց պետրեգիստրի վկայական, ձկնաբուծության վերաբերյալ, եւ ուզում եմ նշել, որ 18 կետերից, քանի որ մենք նշեցինք ձկնաբուծարանները, արտահանում իրականացնողները եւ պահպանում իրականացնողները, այսինքն տարածքի վերաբերյալ, ովքեր որ պահպանում են միայն իրականացնելու, այդ 18 հարցերը բոլորին չի, որ համատեղ վերաբերում, այսինքն այնտեղ կան հարցեր, որ վերաբերվում է միայն ձկնաբուծարաններին, կան հարցեր, որոնք որ այսինքն մենք դա մեր snud.am կայքում այսօր մանրակրկիտ բոլորը կհրապարակենք։ Դիմումը ներկայացնելուց հետո տեսչական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է տնտեսվարողների ներկայացրած դիմումը, որից հետո աուդիտ, ոնց որ երեք ասեցինք, չասենք ստուգում է իրականացվում, բայց իրականում ստուգում ենք իրականացնելու տնտեսվարողների մոտ, գնահատելով իրենց համապատասխանության վերաբերյալ, այսինքն կազմելու է տեսուչի կողմից կազմվելու է տեղեկանք, եթե տվյալ տնտեսությունը համապատասխանում է բոլոր այդ պահանջներին, որ մենք կարող ենք իրան գրանցել TRESIS համակարգում, դրանից հետո տեսչական մարմինը գրանցում է տվյալ կազմակերպությունը TRESIS համարում։ Երեք թուրըմբռնում էր եղել այդ կոդի վերաբերյալ, որ TRESIS համակարգում գրանցելուց հետո մենք կոդ ենք տրամադրում տնտեսվարողին, այդ կոդը ինքը ինքնաշխատ ձևով ձևավորվում է համակարգում, այսինքն երբ որ մենք հայտը որպես լիազոր մարմին ուղարկում ենք Եվրոպական միության հանձնաժողովի հաստատմանը, հաստատումից հետո մեզ ներկայացնում են կոդ, այսինքն դա այն կոդն է, որը որ մենք փոխանցում ենք տնտեսվարողին եւ հետագա ամբողջ իր աշխատանքային ընթացքում ինչքան կուզի դա լինում է անժամկետ, այսինքն որևէ ժամկետ չկա, որ այս կոդը տրվում է 1 տարով, անժամկետ ինքը ստեղծում է իր օգտանունը, որից հետո մուտք է գործում TRESIS համակարգ։ Մենք այդ TRESIS համակարգում լինելու վերաբերյալ տնտեսվարողների մոտ տարին 1 անգամ պարտադիր, եթե կլինեն խնդիրներ կամ թերություններ, միգուցե եւ մի քանի անգամ ավել, այսինքն բայց առնվազն տարին 1 անգամ մենք տնտեսվարողների մոտ
գրանցվելուց հետո իրականացնելու ենք եւս այդ ստուգումները։ Եթե հայտնաբերվում են որևէ խախտումներ այդ ընթացքում, որ եղել է թերություն կամ խախտում, մենք միանգամից չէ որ հանում ենք թրեսից համակարգից տնտեսվարողին, մենք տալիս ենք ժամկետ, ողջամիտ ժամկետ, որը որ քննարկվում է հենց տնտեսվարողի հետ, որպեսզի տվյալ խնդիրները վերացնեն։ Խնդիրները վերացնելուց հետո եւս անում ենք ստուգում, եթե խնդիրները վերացված են, ինքը շարունակում է մնալ թրեսից համակարգում, այսինքն համակարգում մեկ անգամ է գրանցում տեսչական մարմինը տնտեսվարողին եւ դրանից հետո անժամկետ ինքը համարվում է այդտեղ գրանցված։ Ստեղ կա մի կարևոր հարց, որ յուրաքանչյուր խմբականակը, այսինքն յուրաքանչյուր արտահանումը համարվում է մեկ խմբականակ, յուրաքանչյուր խմբականակի համար, այսինքն դա նույն ընթացակարգը կիրառվում է ԵԱՏՄ-ում եւ բոլոր մյուս պետություններում, այսինքն յուրաքանչյուր երկիր արտահանելու ժամանակ իրանք նոր հայտ են տալիս, որ ունենք տվյալ խմբականակի արտահանումը թրեսից համակարգի միջոցով, այսինքն եթե մենք այնվաղ տալիս էինք ոչ էլեկտրոնային եղանակով սերտիֆիկատ էինք տալիս անասնաբուժական, հիմա թրեսից համակարգի միջոցով արդեն ինքը լինում է թվայնացված, համ եվրոպական կողմն է դա տեսնում, համ տնտեսվարողը իր էջում, իր օգտատեր ստեղծված էջում տեսնում է, որ թույլատվությունը տրված է, դրանից հետո կարող է իրականացնել արտահանում։ Ինքը իրանով տենց ընթացակարգը որևէ բարդություն չի ներկայացնում, այսինքն հետագա աշխատելու համար բոլոր այն տնտեսվարողները, որոնք իրագործել են արտահանումներ, սա իրանց համար ծանոթ ընթացակարգ է, ծանոթ քայլեր են, ստեղ մի բանը, որը որ ավելացել է, այդ առաջի փուլում, առաջին անգամ թրեսիսում գրանցվելու հարցն է, այսինքն մեկ անգամ ավել դիմում են ներկայացնում, որպեսզի լիազոր մարմինը իրանց գրանցի համակարգում, դրանից հետո նույն ընթացակարգով, այսինքն ոնց իրանք աշխատել են տարիներ շարունակ, նույն ընթացակարգով գնում, այսինքն ինքը որևէ բարդություն իրենից չի ներկայացնում։ Մենք ունեցանք խոսակցություն, որ պահանջների վերաբերյալ այդ պահանջները համապատասխանում է թե չէ, դա այդ պահանջները ԵԱՏՄ-ի պահանջներին համահունչ պահանջներ են, նես չի որ ԵՄ արտահանվող ձկնաբուծարանի պահանջները այլապես տարբերվում են իրարից, ոչ, դա մինիմալ են պահանջներն են, որոնք որ յուրաքանչյուր տնտեսություն, յուրաքանչյուր տնտեսվարող, այսինքն արտահանող պետք է այդ մինիմալ պահանջները ունենա եւ ապահովի, այսինքն ինքը իրանից այդ ստուգումն էլ տենց որևէ բարդություն չի ներկայացնում, մենք երեք կառավարության որոշումից հետո, ճիշտ է, պարոն Պապոյանը շեշտեց կառավարության որոշման ընթացքում, որ 5 տնտեսվարող արդեն ունեն դիմաց, այդ 5 տնտեսվարողները դիմել էին էկոնոմիկայի նախարարություն, զուտ հետաքրքրվածությունով, որ իրանք ուզում են արտահանում իրականացնել, բայց երեք մենք արդեն գրավոր դիմում ենք ստացել տեսչական մարմին մեկ կազմակերպությունից, որը որ հենց կառավարության նիստից հետո եղել է էլեկտրոնային եղանակով մեզ դիմում են ներկայացրել եւ առաջի տնտեսվարողը հենց ինքը կլինի, անունը հիմա չեմ ուզում բարձրաձայնեմ, բայց կիմանաք բոլորդ, առաջի տնտեսվարողի դիմումը կիրականացնենք, ընթացակարգը կգնա եւ արդեն պարզ կլինի, թե որ փուլում որևէ խնդիրի կառնչվենք, բայց համոզված եմ, որ որևէ խնդիրներ չենք ունենալու։ Պարոն Պետրոսյան, մինչ այս հանգրվանին հասնելը մեր տնտեսվարողները ինչ ճանապարհ են անցել, դուք աշխատել եք նրանց հետ, օրինակ, չգիտեմ, կերերից սկսած պայմանների բարելավելուց սկսած, ինչ է փոխվել այս ընթացքում։ Մենք եթե խոսքը հենց վերաբերում է ձկնաբուծարաններին, այսինքն ձուկ ձկնամթերք արտահանող կազմակերպություններին, մենք գրեթե իրանց հետ աշխատում ենք ամեն օրվա պարբերականությամբ, քանի որ այն կազմակերպությունները, որոնք որ ԵԱՏՄ երկրներ կամ այլ երկիր ապրանք են արտահանում, իրանք իսկ արդեն կա երրորդ երկրների ռեեստրը գոյություն ունի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մենք այս 1 տարվա ընթացքում արդեն շատ արագ եւ հիմնավոր աշխատում ենք, մենք ստեղծում ենք մեր ներքին ռեեստրը, այսինքն դա կլինի մեր պետական ռեեստրը, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ բացի այն ռեեստրներից, որոնք որ միջազգային պայմանագրերով հաստատված է, որ պետք է պարտավոր են լինել այդ ռեեստրներում, կան երկրներ, որոնք որ կիրառում են այդ պրակտիկան, իրանք ունեն իրենց երկրների ներքին ռեեստրը։ Մենք ներքին ռեեստրը ասվածով գիտենք, ճիշտ է մեր կազմակերպությունների, թե գտնվելու վայրը, թե իրանց ծավալների վերաբերյալ տեղեկատվություն ունենք, բայց հիմա մենք ստեղծել ենք, արդեն ունենք բավականին մեծ ինֆորմացիա այդ ռեեստրում, մեր ներքին ռեեստրը, որը որ ամեն օրվա ռեժիմով հույս ունենք, որ կմեծանա եւ կծավալվի։ Ինչ վերաբերում մեր հարցին, մենք էլ եմ կրկնում, ամեն օրվա ռեժիմով աշխատում ենք իրանց հետ եւ մենք մեր տնտեսությունների գնահատականը գրեթե բոլորինը, ով եթե անգամ մեկ անգամ
բեռ է արտանել Հայաստանի Հանրապետության տարածքից, մենք հստակ գիտենք իրանց ինֆորմացիան կերի վերաբերյալ, իրանց քանակների վերաբերյալ, գտնվելու վայրի վերաբերյալ, բուժումների վերաբերյալ, այսինքն մեր անասնաբուժության վարչությունը, սահմանային վերահսկողության բաժինը, բոլոր, այսինքն եթե կեր է մտնում երկիր, միանշանակ ինքը ստուգվում է, մենք տեսնում ենք այդ կերի հետագծելիությունը, եթե հումք է մուտք գործում երկիր, ստեղ արտադրվում այդ կերը, միանշանակ այդ ամեն ինչը վերահսկողության տակ է, այսինքն յուրաքանչյուր տնտեսություն մենք գիտենք, որ փուլում ինչ է օգտագործում։ Դուք նշեցիք, որ Եվրամիություն ձուկ ձկնամթերք արտահանող ընկերությունը պետք է առևտրի փորձագիտական համակարգում գրանցված լինի ձեր միջոցով, հա, ձեր աջակցությամբ։ Հա, առաջի գրանցումը իրականացնում է տեսչական մարմինը։ Մի փոքր կմանրամասնեք առևտրի փորձագիտական համակարգում գրանցվելը կոնկրետ տնտեսավարողների համար ինչ լայն հնարավորություններ է բացում։ Իհարկե նշեցիք, որ կոդ են ունենում, բացի արդեն արտահանումը, բայց ընդհանուր առմամբ սա ինչ է տալիս։ Ամենալայն հնարավորությունն է, որ Եվրոպական միության երկրներ կարող են իրականացնել արտահանում, այսինքն եթե իրանք չլինեն հաշվառված եւ գրանցված թրեսիս համակարգում, իրանք ֆիզիկապես ուղղակի չեն կարող արտահանում անել, այսինքն համար մեկ հնարավորությունը դա է, մնացածը դե արդեն առաջի արտահանումից հետո կարծում եմ, որ շեշտը ավելի շատ բիզնեսինն է, իրանք պետք է այնտեղ տեղում հասկանան իրանց առավելությունները եւ թերությունները տեղի շուկայում։ Նշեցիք, որ մեկ ընկերություն արդեն դիմում ներկայացրել է, մոտավոր արտահանման ծավալների պատկերացում ունենք։ Չէ, ծավալների վերաբերյալ ինֆորմացիա ոչ այդ 18 կետերում, ոչ առաջնային ստուգման ընթացքում մենք չունենք, այսինքն մենք չենք կարող, հա, ստիպել տնտեսվարողին ասել այլ թրեսիս համակարգում առաջին անգամ գրանցվելու վերաբերյալ մեզ ինֆորմացիա տվեք, թե ինչքան եք դուք արտանելու։ Հիմա միգուցե այդ մարդը մի տոննա արտանի, միգուցե գնային քաղաքականությունը այնքան լավ լինի, օրեկան մի տոննա արտահանի, այսինքն տենց պահանջ չկա, բայց ստուգման ընթացքում մենք գիտենք իր կազմակերպության, այսինքն արդեն արտադրական ծավալները, թե ինչքան ինքը կարող է մաքսիմալ արտադրել եւ ինչքան կարող է արտանել, բայց որոշումը ստեղ արդեն մնում է տնտեսվարողի հայացողությանը, թե ինքը վաճառք իրականացնի Հայաստանի Հանրապետության տարածքում, թե այլ երկրներում։ Դուք նշեցիք, որ մինչ այս գործընթացն էլ ոլորտում արկա շարժը, հետագծելությունը, ապրանքների, ընկերությունների կատարված աշխատանքին ծանոթ եք։ Իհարկե այս պահի դրությամբ դուք մեկ կազմակերպության մասին խոսեցիք, կառավարության նիստում 5 ընկերության մասին էին խոսում։ Ինձ հետաքրքիր է մոտավոր պատկերացում ունեք դաշտում արկա ընկերությունները որքանով են պատրաստ այս հնարավորությունից օգտվելու համար։ Ասեմ, դաշտում արկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Ստեղ արդեն մնում է թե բիզնեսի հետաքրքրվածությունը ինչքանով կլինի ԵՄ երկրներում իր ապրանքը վաճառելու, բայց ես կարծում եմ, որ առաջի խմբականակը արտահանվելուց հետո, երբ որ կհասկանան, որ ինքը իրանից այդ ընթացակարգը որևէ բարդություն չի ներկայացնում, բոլորի, այսինքն այդ 5 կազմակերպություններից բացի, եւս մենք կստանանք ավելի շատ դիմումներ։ Այդ մեկ կազմակերպությունը արդեն իսկ գրավոր է դիմել, հետաքրքրվածությունը կա լայնածավալ ավելի, հա, տնտեսվարողների մոտ մեկը չի, 5-ը չի, բայց մեկը հստակ արդեն գրավոր դիմում է ներկայացրել 3 տեսչական մարմին, 5-ը դիմել էին էկոնոմիկայի նախարարություն, սպասելով թե երբ են լինելու այդ պատրաստի չեկլիստները, որոնց հիման վրա մենք իրականացնելու ենք ստուգումները, կարծում ենք, որ առաջի արտահանումից հետո ծավալը ավելի կմեծանա դիմողների։ Որ ասում եք 90 եւ ավել տոկոսը պատրաստ են, դուք նկատի ունեք ապրանքների որակական առումով, ԵՄ չափանիշներին, պահանջներին համապատասխանելիության առումով պատրաստ են։ Այո, բոլոր այն տնտեսությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում կան, ու մոտ անգամ որևէ խնդիրներ կան, խնդիրները դա չի վերաբերվում մթերքին, այսինքն, սենց ասեմ օրինակը, հա, բերեմ նույն տնտեսությունում, ասենք կարող մարդը ունի լիճ, այդ տնտեսությունը պարիսպապա չի, դա արդեն խնդիր է հանդիսանում, այսինքն կան տենց մանր խնդիրներ, որոնց շտկելը որևէ բարդություն իրենից չի ներկայացնում, այսինքն եթե տնտեսվարողը հետաքրքրված եղավ այդ շուկա ապրանք արտահանելով, ինքը արագ այդ խնդիրը կարող է վերացնել։ Շատ լավ, խնդրեմ լրագրողներից հարցեր կան։ Խնդրեմ։ Ասում եք, որ էական տարբերություն չկա երաշուկայի եւ ԵՄ-շուկայի պահանջների հետ կապված, այդ դեպքում ինչու է անհրաժեշտ առանձին որոշում կառավարության, որի մեջ նշված է, որ պետք է սահմանվեն Եվրոպական միության կանոնակարգերի համապատասխանությունը եւ որովհետեւ պետք է նաեւ լաբորատոր, սանտեմա պետք է նաեւ լաբորատոր փոխզարդումներ իրականացնի,
կանոնակարգերին դիրեկտիվներով նախատեսված պահանջները պետք է սահմանվեն եւ համապատասխան օրենսդրական նաեւ հիմք պետք է ստեղծվի, որի հիման վրա պետք է դա իրականացնել։ Եվ 25 թվականի մարտից փաստորեն այս հնարավորությունը կա, ի՞նչն է պատճառը, որ չի կիրառվել։ Ասեմ, ինչու՞մ է հարցը հետեւյալն է։ Մենք տարիներ շարունակ Եվրոպական միության երկրներ, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիտորինգ է իրականացվում, ձուկ ձկնամթերքը, նույն մեղրը արտահանվում է, այսինքն արդեն մեղրը արտահանվում է իսկ նույն ճանապարհով, Եվրոպական միության երկրներ ապրանքը ներմուծելու համար իրանք ուզում են 5 տարի եւ ավել մոնիտորինգ, այսինքն այս գործընթացը ինքը նես չի, որ մենք այսօր որոշեցինք եւ արեցինք, այսինքն խորությունով պետք է գնանք հետ 5 տարի 5 տարվա ընթացքում տեսչական մարմնի կողմից կառավարության որոշումով իրականացվում էր այդ մոնիտորինգային ծրագիրը, այսինքն վերցվում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից տարբեր ձկնաբուծարաններից, նույնը կատարվել է մեղրի պարագայում, վերցվում էր նմուշներ, որոնք որ գնում էին լաբորատոր փորձաքննության եւ ամեն տարի հաշվետվության տեսքով տեսչական մարմինը ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները։ Այսինքն 5 տարվա պարբերականությունով, երբ որ իրանք տեսնում էին, որ շեղումներ չկա, համապատասխանում է իրանց պահանջներին, նույն այդ մնացորդային նյութերի հետ կապված, հակաբիոտիկների հետ կապված, այսինքն այդ ամեն ինչը ուսումնասիրելուց հետո անցյալ տարի եղավ որոշում, որ Հայաստանի Հանրապետությունից կարող են ձուկ ձկնամթերք ներմուծել Եվրոպական միության երկրներ։ Դրանից հետո մենք ունեինք, այսինքն աշխատանք անելու, օրենսդրական փոփոխություններ, նույն այդ չեկլիստները մշակելու, որից հետո այսինքն արդեն թույլտվությունը կար, բայց ընթացակարգը դեռ վերջնական չէր։ Մենք անցյալ տարի ստացել ենք թույլտվություն, այսինքն 5 տարի եւ ավել մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ, դրանից հետո սկսել ենք աշխատել քաղաքականություն մշակող մարմնի հետ, նույն այդ ստուգաթերթերի վերաբերյալ ԵՄ-ին համապատասխանող, այսինքն իրանք այնտեղ նոր չեկլիստների ինչի վերաբերյալ է, որ ասում ենք տենց առանձնապես տարբերություն չկա, եթե անգամ ինքը նույն չեկլիստը լիներ, որը որ կարելի էր կիրառել այնտեղ, միևնույն էր իրանք օրենսդրական փոփոխություն պետք է ունենային, բայց այդ ընթացքում մենք աշխատել ենք եւ հիմա որ ասում եմ ամսի 20-ին 4 փորձագետ լինելու են Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն ամեն փուլում մենք դա մշակել ենք այնպես, որ որևէ բացթողում չլինի, այսինքն տնտեսվարողը չվերցնի իր ձուկ ձկնամթերքը արտանի Եվրոպական միության երկրներ, մենք հասկանում ենք, որ դա էժան ապրանք չի, դրանից հետո այնտեղ կանգնեն եւ առաջանար հարցեր, այս չեկլիստը ինչ կետով է ստուգվել, դա հաստատված է օրենսդրությունով, հաստատված չէ, այսինքն խնդիրների վերաբերյալ։ Դրա համար մենք աշխատում ենք նույն ընթացակարգը անցել է մեղր, որը որ այսօր մեծ ծավալուն քանակներով ԵՄ արտահանվում է։ Եվ ձկնաբույսները ասում են, որ այստեղ ձկնաբերության համար փաստորեն նույն այդ եվրոպական երկրներից են տեղնավորված Ձկնկիթը։ Եվրոպական երկրներից է ներմուծվում, որը գալիս է ճանապարհ է անցնում եւ դրա գին անդրանում նաեւ լոգիստիկա, գին է ավելանում ճանապարհի, ասում են հիմա եք պատկերացնում, այդ ինչպիսի գին պիտի ձևավորվի եվրոպայի վերվածքի եւ ձկնկիթի միջոցով, նաեւ արդեն արտահանման լոգիստիկան հաշվի առնելով, որ ԵՄ երկրները ավելի բարձր է, քան Ռուսաստանը օրինակ, իրենք ասում են, որ գնային առումով նույնիսկ, եթե մենք որակով մրցունակ լինի, գնային առումով մրցունակ չի լինելու եւ ասում են, որ միայն արտահանման հնարավորությունը շատ քիչ է, տասնյակ տարիներ են արվել, որպեսզի սպառման շուկա ձևավորվի եվրոպական երկրներում եւ այդ մրցունակ գինը ինչպես են կարողանալու ապահովել, ասում պետությունը սուբսիդավորել է, ինչ ճանապարհով է իրականացվել։ Հիմա որ խոսեմ այս մասով, կասեք էլի գնացինք բուսական դաշտ, ճիշտ է, բուսականի մասին չենք խոսելու այսօր, որտեղ խոսում ենք ձուկ ձկնամթերքից, բայց նույն մտքին մենք եղել ենք տարիներ շարունակ, որ մենք մեր պտուղ բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական միության շուկաներում, գնով չենք անցնում, մրցունակ չենք, այնտեղ կան ավելի շատ հետաքրքիր էկզոտիկ մրգեր եւ այլ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ որ ուզեցանք, կարացանք տանենք, վաճառենք եւ այսօր կարելի է ասել, որ արդեն մեծ ծավալների, այսինքն օրի ծավալները մեծանում է դեպի այդ շուկա պտուղ բանջարեղենի վերաբերյալ։ Դա հստակ փաստեր է եւ կառավարության լիստին պարոն Պապոյանը անընդհատ ներկայացնում է թվերը եւ հենց այս պահին մենք նոր երկիր եւս պարոն Պապոյանը կներկայացնի 50 ավտոմեքենա ունենք կանգնած Ծիրանով բարձված, որը որ նոր երկիր է արտահանվելու։ Դրա մասին էլի կխոսեն եկող շաբաթ կիմանաք։ Այնտեղ էլ հարց կա, եթե կարելի է մյուս գործընկերոջն հնարավորություն տանք։ Կառավարությունը կոնկրետ դեպքերից հետ կապված էկոնոմիկայի նախարարը ասում է, որ սուբսիդավորում է այդ գնի առումով, որպեսզի ավելի
կարող են հաղթահանել։ Հիմա ձգան դեպքերն են absolute պատրաստ։ Այս բան չեմ ուզենա ավելի առաջ պատասխանեմ, քան կլինի այդ որոշումը, բայց եթե եկանք հասանք այն փուլին, որ այո, մեր ապրանքը այնտեղ պահանջարկ ունի, բայց լոգիստիկ ծախսերը մեծ են, քան ԵԱՏՄ շուկա կամ այլ, կարծում եմ դրա հետ կապված եւս որոշում կլինի սուբսիդիայի վերաբերյալ, ձուկ ձկնամթերքի վերաբերող էլ իհարկե։ Շատ լավ, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, մի քանի կոնկրետ ճշգրտող հարցեր տոնը։ Հիմնականում ինչ ձկնատեսակներ են այս տարածքներում։ Ամեն ինչ կա մեզ մոտ, թե ձկնատեսակների հետ կապված սահմանափակ։ Չէ, ձկնատեսակների հետ կապված որևէ սահմանում չկա, կառավարության որոշումով հստակ տված ԱՏԳ կոդերը, դա պաղեցված, սառեցված, աղադրված եւ ապխտած ձկի մասին է խոսքը։ 4 թե 5 ԱՏԳ կոդերը, դրա վերաբերյալ եւս մեր կայքեջում հրապարակում կանենք, այսինքն ձկնատեսակը կապ չունի, արդեն կապ ունի, թե այդ արտադրանքը ինչ վերամշակում ասում, ինչ ձև արտահանվում էլի։ Այսինքն բոլոր ձկնատեսակները որևէ սահմանափակում ձկնատեսակի վերաբերյալ չկա դրված։ եղանակները նշեցիք, հա, սառեցված վիճակում չի, ԱՏԳ կոդերով տված էր, հա, դե վիճակում հնարավոր է կենթանի։ Պաղեցված, չէ, կենթանի կոդը ոնց որ թե մենք չունենք, կա պաղեցված, սառեցված, աղադրված եւ ապխտած։ Եթե Պահածոյացված Նաև Սառեցված, պահածոյացված, վերամշակված։ հա, ԱՏԳ կոդերը վերաբերյալ հրապարակումը կանենք իմ հիշելով այդ 4-ն էր, եթե չեմ սխալվում։ որոշակի պատկերացում կա, թե Եվրամիության շուկան կոնկրետ որ երկրների մասն է խոսքը, որ երկրները կարող են սպառել հայկական բանջարը։ Այդ մասով ճիշտն ասած մենք չենք շատ զբաղվել այդ ուղղությամբ, հա, քանի որ դա ավելի շատ տնտեսվարողի բիզնեսի խնդիրն է, որ երկրներ, որտեղ կլինի հետաքրքրվածությունը, որտեղ կլինի ավելի լոգիստիկ հարմարավետությունը եւ գնային պայմանները, դա ոնց որ ասած մեր մասը չի։ Մենք արել ենք այն, որպեսզի ապահովենք յուրաքանչյուր երկրի արտահանում, այսինքն չկա Եվրոպական միության մի երկիր, որ այս երկիրը չեք կարող արտահանել, այս մնացածը կարող եք, այսինքն բաց է ինքը ամբողջ Եվրոպական միության երկրների համար, մնացածը արդեն տնտեսվարողները իրենք պետք է այդ շուկան հասկանան, որն է իրանց համար ավելի ընդունելի, որ երկրի շուկան։ Լոգիստիկալ միայն այս մեքենաներով, հա, Ինքնաթիռով, մեքենայով սահմանափակում չկա որևէ լոգիստիկայի հետ կապված, այսինքն կապ չունի դա կլինի ցամաքային ճանապարհով թե օդային։ իսկ որոշակի այսպեսի հաշվառ պատկերացում կա, թե այն նախկինում իրացվող ԵԱՏՄ շուկա իրացվող ձկի ծավալի որ մասը հնարավոր կլինի դրացնել կամ փոխանցել այս հնարավորություն։ Անկեղծ տեսչական մարմինը չի կարող այդ հարցին պատասխանի, դա կերևա էլ եմ ասում, ինքը նոր շուկա է մեր համար, եթե վերցնենք ծավալներով, մենք պատկերացնում ենք, որ մեծ ծավալներ այնտեղ սպառվում, բայց ինչքան շուկայի որքան մասը կզբաղացնի մեր ապրանքատեսակը, ինչքանով ինքը կլինի հետաքրքիր ԵՄ շուկային, դա միջև չաշխատենք, այսինքն դրա մասին կարող ենք խոսալ 1 տարի հետո, մոտավորապես որ հասկանանք ինչ քանակի ապրանք է այս մի տարվա ընթացքում արտահանվել ԵՄ շուկա։ Իսկ որոշակի, այսպես ասեմ, ճանաչում ունի հայկականություն, ասենք ոցով ծիրանը հակառում հայկական կոնյակետը, կան երկրներ, որտեղ հայկական ցիկի մասին ինչ-որ պատկերացում ունի, խավիարի, կարմիր, ինչ-որ բան կա, ծովամթերքից, ձկնամթերքից, որ այնտեղ որոշակի այսպես ճանաչում ունի, որ ասեն, հա, ես հայկական ցիկ է կարող սպասել բան։ Ճանաչումը պետության կողմից, ինչքանով որ մենք մասնակցում ենք ԵՄ բոլոր քննարկումներին ձուկ ձկնամթերքի հետ կապված, մենք ունենք focal point, որը որ ԵՄ-ի կողմից է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ մակարդակով մենք ամեն ինչը ներկայացնում ենք, բայց դե կարծում եմ, որ երկիր չկա, որ հայ չլինի եւ համեմատաբար ներկայ պատկերացումն էլ կլինի, էլի, մեր ապրանքի, բայց ոչ սիգը փուլային նայած երբ կա ժամանակահատված, որ թույլատրվում է արտահանումը, կա որ ոչ։ Իսկ այդպես ինչ-որ ծրագիր կա սիգի հենց բրենդի վրա աշխատելու, ոնց որ հայկական սիգը տեսակ այսպես ավելի հնչեղ է, ավելի ճանաչված, ավելի։ Էլի եմ ասում, հիմա
Եթե տենց գնանք բրենդի աշխատելու, ես այն օրը Սարյան փողոցով քայլում էի եւ տեսա մի հատ տես ցուցանակ Սևանիսիկ Սարյան փողոցում, ուզում էի հասկանալ ինչ կապ ունի Սևանիսիկը եւ Սարյան փողոցը եւ հասկացա, երբ որ մուտք գործեցի, որ մարդիկ ստեղծել են այդ մթնոլորտը ու ամեն ինչ պատրաստում են սիգից, էլի եմ ասում, դա բիզնեսի մոտեցումն է։ Իրանք, այսինքն տնտեսվարողը պետքա ուզենա գնա դրան։ Ինչ մնում է պետության կողմից աջակցությունը, մենք ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու եւ աջակցում ենք։ Ես նաեւ այդ հարցը տրամաբանության մեջ եմ ասում, որ ոնց որ տեսիգա ամենամանկուրցուկն է, ամենածավալով շատ եւ չգիտեմ ամենաների Ծավալով շատը հարաբերականը մենք իշխանի վերաբերյալ էլ նույնը կարանք ասենք, մենք ձուկ ձկրամը ձկով, հա, բայց ի տարբերություն ինքը օրինականացված է սիգի վաճառքը, եթե այո, Սեզոնին երբ որ Սիգի վաճառքի հետ կապված խնդիրը ինչումն է, հա, ինքը ավելի շուտ է, ոնց որ ասած, իր պահպանման ժամկետը, այսինքն այ որ վերցնեն տենց մեծ ծավալների պաղեցնեն, մեկ մյուս կլինի, բայց քանի որ տենց չի ծավալները, որ համատարած պաղեցնեն, սառացնեն, վաճառեն, դրա համար խանութներում գրեթե չկա տենց Պարոն Պետրոսյան, գործընկերոջս հարցը շարունակելով կխնդրեի մի փոքր էլ անդրադառնալ այս հարցին, մասնավորապես երբ մենք խոսում ենք, որ այս կամ այն ապրանքը կապ չունի ձուկն է ձկնամթերքն է, Եվրամիության չափանիշներին չի համապատասխանում, հասարակության մոտ ընկալում կա, ուրեմն այդ ապրանքը որակական խնդիր ունի եւ իրացվում է այս շուկաներում, որտեղ պահանջներն ավելի թույլ են եւ Հայաստանում ներքին շուկայում։ Կխնդրեմ այդ մասին էլ խոսեք։ Մոտեցումը Եթե կա նմանատիպ մոտեցում, դա շատ սխալ է, չի կարող լինել նմանատիպ դեպք, երբ որ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր եւ վաճառի Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը։ Օրինակը նույն կարող ենք բերել, քիչ առաջ որ խոսում էինք բուսական մթերքի վերաբերյալ, հա, այսինքն ասում են պտուղ բանջարեղենը չգիտեմ, արտահանման ժամանակ հայտնաբերվել է թրիպս։ Այդ թրիպսը մարդու կյանքի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, այսինքն չի կարա մի մթերք, որում որ լաբորատոր փորձաքննության արդյունքում, մոնիտորինգի արդյունքում կամ չգիտեմ, ստուգման ընթացքի արդյունքում հայտնաբերվի վտանգավոր սնունդ եւ չթույլատրվի արտահանվել այլ երկիր, բայց վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նմանատիպ դեպք չի կարող արձանագրվել։ Եթե մթերքը, սննդամթերքը համարվեց վտանգավոր, կասեցվում է շրջանառությունը, հանվում է շրջանառությունից եւ գնում է ոչնչացման։ Այլ մեթոդ, այլ եղանակ դրան չկա։ Այսինքն այդ մոտեցումը էլի եմ ասում, այ որ ասում են առանցին վնասատու է, այդ առանցին վնասատուն սահմանահատման ժամանակ ինքը համարվում է որպես առանցին վնասատու, այսինքն հա մեկ երկրից մյուս երկիր արտանման, բայց մարդու կյանքի եւ առողջության ինքը որևէ վտանգ չի սպառնում։ Եթե նմանատիպ դեպք կա եւ հաստատվում է, որ դա վտանգավոր սննդամթերք է, դա միանշանակ գնում է միանգամից ոչնչացման։ Այսինքն նմանատիպ մթերքը ոչ կարա մուտք գործի Հայաստանի Հանրապետություն, ոչ դուրս գա Հայաստանի Հանրապետությունից, ոչ է վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Շատ լավ, գործընկերներ։ Ճիշտ ասած, այսօր հավաքվել ենք ձուկ ձկնամթերքի վերաբերյալ խոսելու։ Եթե կարող եք, եթե ձեր կոմպետենցիայի մեջ Չէ, ես ճիշտ ասած ասեցի, եթե այդ հարցի վերաբերյալ կան որևէ հարցեր, կխնդրեմ մեր լրատվականին գրավոր կամ բանավոր դիմեք, փորձենք մանրամասն ներկայացնել, որ փուլում ինչ խնդիրներ կա, սանկցիայի վերաբերյալ ինքը սանկցիա չի, հա, ժողովուրդ, բերեք չօգտագործենք այդ բառը սանկցիա, որտեղ ինքը սահմանափակում է, իսկ սահմանափակումը դա ժամանակավոր խնդիր է, կա խնդիր, կա լուծում։ Այսպես ընդհանրական հարցով, ես ուղղակի հետաքրքիր է կարող հենց նշանակել, որ ոչ մեկ արտահանող ապրանքատեսակների հետ կապված